Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5487 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 185 ավտոմեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 192 վարորդ առանց վարորդական իրավունքի վկայականի 264 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված 32, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող 1, ժամանակապահ վարելու 1463, առանց մանկական նստատեղի քարսիթի 20, վարելու ընթացքում ծխելու 491, վարելիս հեռախոսից օգտվելու 341, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 233 եւ 1660 այլ իրավախախտում, 154 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 212-ը տեխնիկական զննություն չանցած, 91-ը լուսարձակների անսարկությամբ, 88-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15496 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 281 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ 212 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 474, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 3 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված 65, չամրակապված վարելու 3960, առանց մանկական նստատեղի քարսիթի 195, վարելու ընթացքում ծխելու 468, վարելիս հեռախոսից օգտվելու 683, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 80, արագության գերազանցման 2582 եւ 4052 այլ իրավախախտում, 438 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1054-ը տեխնիկական զննություն չանցած, 933-ը լուսարձակների անսարկությամբ, այդ թվում 34 բեռնատար, 202-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 45 անձ։